Վանաձորում համաքաղաքային շաբաթօրյակների աշնանային միամսյակի մեկնարկը նոյեմբերի 2-ն էր։ Շաբաթօրյակին մասնակցում էին պետական եւ մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների կոլեկտիվներ, կրթական եւ մշակութային օջախներ։ Մենք ամեն օր ենք այս տարածքը մաքրում եւ այն որտեղ որ աշխատում ես պետքա միշտ մաքուր պահես, որտեղ որ քայլում ես պետքա մաքուր լինի։ Այդ սկզբունքով ենք մենք շարժվում։ Մենք ամբողջ կոլեկտիվով 24 մանկապարտեզի բոլոր անդամները մասնակցում են այսօրվա շաբաթօրյակին։ Շրջակայքը մաքրում ենք, բակը մաքրել ենք եւ ամեն ինչ անում ենք, որ շաբաթօրյակին բոլորս ակտիվորեն մասնակցենք։ Կարևոր է քաղաքացիների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակներին, քանի որ քաղաքի մաքրությունը ոչ միայն համայնքային ծառայությունների, այլև յուրաքանչյուր քաղաքացու գործն է։ Շաբաթօրյակը նպատակ ունի ամբողջ ազգաբնակչությանը հանրային աշխատանքին մասնակից դարձնել, սակայն չգիտես ինչի մեր ժողովուրդը այդքան էլ ակտիվ չեն մասնակցում։ Նախ երբ որ ժողովուրդը իրենք են մաքրում այդ տարածքը, ջանացավ են լինում եւ չեն թողնում այդ տարածքը այլևս աղտոտվի, կեղտոտվի։ Իսկ երբ որ իրանք ընդհանրապես մասնակցություն չեն ունենում, միշտ պահանջողի դերում են ելնում։ Հավաքված աղբը բակերից եւ մաքրված տարածքներից տեղափոխվելու է քաղաքապետարանի ուժերով։ Ունենք 4 շրջիկ մեքենա բնակիչների, կազմակերպությունների զանգերով, մեքենաները մեկնում են եւ կուտակված աղբը բարձում մեքենաները։ Յուրաքանչյուր վանաձորցի պարտավոր է մասնակցել քաղաքի մաքրությանը։ Կոչ եմ անում ամբողջ մեր ազգաբնակչությանը, որ նախ մասնակցեն շաբաթօրյակներին եւ հետո իրանք շրջակայքի նկատմամբ լինեն շատ ուշադիր եւ չաղտոտեն, չկեղտոտեն, իրեն ձեռքի, ասենք, լրագրի կտորը, ծխախոտի տուփը, ծխախոտի մնացուկը հենց այնպես պատահական տեղում չգցեն, մոտակա աղբարկղները գցեն։ Կոչ համաքաղաքացիներին, որ իրանք քիչ աղբարաչացնեն, քիչ կեղտոտեն, չթափեն չսահմանված վայրերում, թե չէ մաքուր քաղաքը նա չէ, որ շատ են մաքրում, այլ նա որ քիչ են կեղտոտում։ Հատուկ ձևավորված խումբը շրջայց կիրականացնի քաղաքում, կընտրվեն բարեխիղճ բակերը, ձեռնարկություններն ու ընկերությունները։ Կարևոր է, որ համաքաղաքային շաբաթօրյակի միամսյակի վերջում պարսավանքի արժանացողներ չլինեն։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։